Չէ բուկլետը քարտեզը։ Հաջողություն ձեր գործեր։ Բարև ձեզ, ով կա։ Բարև եղբայր։ Լավ է ձեր գործերը։ Լավ եղեք, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Ես կվերցնեմ։ Կվերցնենք մենք։ Շնորհակալություն։ Բայց առանձին դնեք։ Այս բուկլետ եւ քարտեզ։ Վարչապետ պետք է շնորհավորեմ ձեր կատարած աշխատանքների շատ Շնորհակալ եմ, շնորհակալ, ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Շատ։ ձեր կատարած աշխատանքների Բարև եղբայր։ Բուկլետ, քարտեզ եւ բուկլետ։ Լավ եք։ Լավա ձեր տրամադրությունը։ Հա եղբայր, իհարկե։ Անտ ինչա։ Լազմ։ Լեոնարդը կարող է մոտակայքում, հա։ Լեոնարդ, մի րոպե, էլի բան։ Լեոնարդ ջան։ Քեզ համար սենց բանել ունենք։ Թեյ հետ, խվածքը։ Լավ է եղբայր։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոչ, լավ ենք։ Մեր քարտեզից եւ բուկլետ։ Որպես ուշ։ Ես ուշ Եթե չեք ուզում վերադարձրեք։ Ես գիտեմ կարող։ Ես էլ բուկլետ է, մեր բուկլետն է։ Բայց ինչ ես ավելացնելու կներես։ Հա։ Ինչ ես ավելացնելու։ Ինչին։ Այսքան 7 տարիներին։ 7 տարիներին ասենք օրինակ 300 դպրոցին եւս 300 դպրոց։ Էդի պետության համար բան չի։ Դպրոցը բան չի պետության համար։ Դպրոցը շատ լավ է, բայց իմ աշկի դեմ դպրոցը քանդում են, նորից նույնը սարքում են, ի՞նչ է նշանակում դա։ Չէ, գիտեք, ես ձեզ հիմա բացատրեմ ձեր ազգանունը ի՞նչ է։ Նորից։ Ազգանունը։ Եղազարյան։ Բան Եղազարյան, այն դպրոցը որ քանդում են, դա նշանակում է սեյսմիկ առումով անկայուն է շենքը եւ չի կարելի դա նորոգել։ Պարոն Փաշինյան։ Որը ես որտեղ որ ավարտել եմ, նորաստեղ դպրոց է եղել։ Նորաստեղ։ Բայց դուք քանի տարեկան եք։ 77։ Բայց դուք ինձ 60 բայց հիմա ժամանակի ընթացքում ինքը արդեն սեյսմավտանգ է։ Լավ տանեմ, ես լավ եմ ճանաչում դպրոցը։ Պարոն Եղազարյան, աշխատել եմ իմ կողքս։ ամենայն հարգանքով, բայց կարող ենք ստուգել, եթե պետք լինի, դա կարող եմ նաև ապացուցել։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Եթե դպրոցը քանդվել է, ես հասկանում եմ, որ դուք շատ էմոցիոնալ կապ ունեք, ես հասկանում եմ դպրոցի հետ, բայց եթե քանդվել է շենքը, նշանակում է ինքը սեյսմիկ արդեն վթարային կամ նախավթարային։ Կասեք, բայց չեք համոզի, ասելով չի, եթե համոզել։ Ես հիմա իմ ինֆորմացիան կկիսեմ ձեզ այդ հարգանքով եւ կթողեմ կգնամ։ Դուք հետո կվերլուծեք։ Գիտեմ, ձեր ինֆորմացիան նորմալ կա։ Ձեզ նորմալ են հասցնում ամեն ինչ ինֆորմացիա, բայց իրականը չի։ Գիտեք ինչ, ես ձեզ մի բան ասեմ։ Մեզ համար, կառավարության համար, շինարարի համար, իրականացնող կազմակերպության համար շատ ավելի հեշտ է հիմնանորոգել, քան քանդել զրոյից կառուցել։ Էլի ուզում եմ ձեզ ամենայն հարգանքով ձեզ հավաստիացնել, որ եթե շենքը քանդվել է, նշանակում է ինքը սեյսմիկ պրոբլեմա ունի։ Դպրոցն է թողում միայն պետությունը պահելու համար ինչ։ Օրինակ, տնտեսություն, օրինակ, բանակ, օրինակ, ամսի 28-ին հրավիրում եմ ձեզ Հանրապետության հրապարակում եւ դուք գիտեք ինչ կտեսնեք Հանրապետության հրապարակում։ Դուք Հանրապետության հրապարակում կտեսնեք բոլորովին նոր բանակ իր բոլոր պարամետրերով։ Դուք դե շատ երկար է, այդքան չեմ կարող բացատրել։ Ամսի 28-ին։ Ամսի կամ հեռուստացույցով կարող եք նայել, եթե հարմար չի գալ, բայց ես խորհուրդ կտամ գալ եւ տեղում նայել, որովհետեւ ես նաեւ հանձնարարել եմ, որ զորահանդեսից հետո ոչ թե հեռացնեն տեխնիկան, այլ ըստ ամենայնի Տիգրան, իմիջայլոց երկարությունը այնքան է հաստատ ստեղ հասնելու է։ Կարող եք մտնել զինվորական զրահատեխնիկան, ինչ որ ցուցադրելու ենք, ես հանձնարարական եմ տվել, որ չհեռացնեն, այսինքն չգան մտնեն գնան։ Ասել եմ Տիգրան մեծ պողոտայով, ինչքան տեղավորվում է, ամբողջը բերենք կանգնացնենք, որ դուք եւ ձեր նման մյուս մեր հարգելի քաղաքացիները հնարավորություն ունենալ գալ մոտիկից տեսնել, իհարկե ձեռք չտալ եւ այլն, բայց տեսնել եւ ձեր տպավ, հա? Լավ, էլի պարոն Եղազարյան, կներեք
մենք այդքան անհարգալից բան թույլ կտանք մեզ դրանք այսինքն դուք կտեսնեք լավ Սովետի վաղ ամեն ինչ տեսել ենք։ Պարոն Եղիազարյան կտեսնեք եթե կմտածեք մակետա արեք ձեր հետևությունը եթե մտածեք մակետ չի հույս ունեմ որ էլի այդ իրադարձությունից հետո մի օր էստեղով անցնելիս կգամ ձեր ձեռքը կսեղմեմ ամենայն հարգանքով ձեր ողջությունը կմաղթեմ եւ կհեռանամ եւ հույս ունեմ որ այն ժամանակ ավելի դրական տպավորություններ կունե ձեր ձեռքը եթե կարելի է սեղմեմ լավ եղեք Բարեկամության մետրից ոնցով եկել եմ գիտես Ուրախ եմ շատ նախ շնորհակալ եմ որ այդքան ջանք եք գործադրել որ այս հանդիպումը կանա դա մեծ պատիվ է մեզ համար եւ շատ մեծ գնահատական է Շնորհակալ եմ շատ կարելի է ձեզ հետ Իհարկե մեծ պատիվ է ինձ համար ձեզ հետ նկարվելը Անչափ շնորհակալ եմ Լավ է Ձեզ բարի եղեք Բարի Ասում եմ ուզում գնեմ ձեզ։ Ես ուզում եմ իմանալ վաքսին կոալիցիոն ունի։ Գիտեք այդ նման հարցերից ես վախենամ համապատրաստից չեմ կարողանա պատասխանեմ դրա համար իմ օգնականներն են այստեղ ովքեր իդեպ արձակուրդի մեջ են գտնվում իրանք այս պահին պարտականություններ չեն կատարում Զանգում են ես այնքան նատակոներ եմ ուծել։ Իմեն զանգում ահաբեկում են ասում են Տիկին Դավոյանը կամ պարոն Իսախ Խանյանը թող մոտենա Բարև ձեզ Էսա կմոտենան ձեզ Հիմա վարկսեմ կազմակերպությունը կա Տիկնոջ հետ մի հատ խնդրում եմ շփվել Բարև ձեզ Հիմա բուկլետ եւ քարտեզ Լավ եք լավ օր ձեզ Եվ խնդրում ենք շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ Դուք քանի տարեկան եք ներողություն 68 տարեկան եք եւ շարունակում եք աշխատել թույլ տվեք ոչ թե ինչ կա այլ թույլ տվեք իմ հարգանքների հավաստիքը ձեզ արտահայտել որովհետեւ մենք ուզում ենք հենց այդ ենք ուզում ամեն ինչ անենք որ մեր հարգելի թոշակառուները հնարավորինս շատ աշխատեն ես հիշում եմ իմ նաեւ ընտանիքի օրինակով Օրինակ տատիկս երբ որ ակտիվ էր աշխատում էր եւ այլն օրակարգ ուներ աշխատանքային շատ ավելի առույգ էր շատ ավելի ուրախ էր քան թե որ ուղակի տանը նստած եւ մենք մի կողմից շատ ուրախ ենք որ դուք աշխատում եք մյուս կողմից դրա համար թոշակներն ենք ավելացրել անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարը նաև առողջության ապահովագրությունն ենք մտցրել որ դուք առողջական այնքան երկար աշխատելու հնարավորություն ունենաք եւ իմացեք որ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է Ես ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնել շատ մեծ Շնորհակալություն հայտնի նրա համար որ սահմանը հանգիստ է երեխաները հանգիստ ծառայության մեջ են ոնց ասած սիտի աբուտի ներողություն եմ խնդրում ձեր ազգանունը Հովանեսյան ես էլ ձեզ ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնեմ Գիտեք ինչ համար, որ ես խոսեցի թոշակների մասին, խոսեցի առողջության ապահովագրության մասին, այսինքն ինչ որ անձամբ ձեզ վերաբերում է, բայց դուք շնորհակալություն հայտնեցիք բոլորովին ուրիշ բանի համար, ես շատ բարձր եմ գնահատում, դա ցույց է տալիս, որ դուք քաղաքացիական շատ բարձր գիտակցություն ունեք եւ ուրախ եմ, բա ասում են սփյուռք ամբողջը մեզ ընդդիմադիր է, ինչքան Երևանում ինչքան սփյուռք ենք հանդիպել բոլորը մեր կողմնակից են։ Դուք Հայաստանի քաղաքացիություն ունեք։ Իսկ եթե ունենայիք կքվեարկեիք մեր օգտին։ Չէ լուրջ։ Ասում են սփյուռքում բոլորը ընդդիմադիր են մեզ։ Կա տենց բան, թե չկա։ Անկեղծ, ուրախ եմ։ Ես եմ շնորհակալ, եղբայր, լավ եղեք, լավ օծես։ Ачո, ասում եմ բարին, շատ ուրախ եմ։ Ես եմ ուրախ։ Բարև ձեզ, բարև եղբայր, լավ եք։ Ոնց են գործերը մեր բուկլետից։ Ուրախ եմ շատ։ Լավ օր ձեզ։ Ինչով եք զբաղվում։ Grand Billing-ում աշխատում որպես մենեջեր։ Շատ լավ է գործերը։ Մենք շատ սիրում ենք ձեր արտադրանքը եւ շատ բարձր ենք գնահատում։ Լավ եղեք։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ձեր գործերը լավ են։ Լավ, գիտեք, ես ընդհանրապես այդպիսի տպավորություն ունեմ, ասում եմ, երբ որ մտնում ես որևէ խանութ, ռեստորան եւ այլն, առաջին հայացքից արդեն կարելի է պատկերացնել, թե գործերը ոնց են,
Եվ համեն դեպս ձեր գործերը ակնհայտորեն վատ չեն եւ մենք շատ ուրախ ենք դրա համար, եւ շատ ուրախ եմ, հույս ունեմ իմ ստեղ լինելու առիթով չի, որ ծխախոտների դարակները շատ շնորհակալ ենք մենք դրա համար, դա շատ բարձր գնահատանքի արժանի մեր կողմից, որ այդ պահում եք, որովհետեւ ես էլ եմ ծխել երկար տարիներ, բայց 2004 թվականից որոշել եմ եւ չեմ ծխում եւ կարծում եմ ճիշտը չծխելն է։ Մի ներվեք, լավ եք, քել ապրեք։ Միշտ հդմը տալիս եք, դրա մասին էլ չեմ ասում։ Բարև եղբայր, լավ եք, ոնց են գործերը, ինչով եք զբաղվում։ Լավ ամեն, լավ եղբայր, լավ օր ձեզ։ Բարև ձեզ, նախորդ անգամ ձեր մոտ չենք մտել, որ ստե։ Չէ, ճիշտ ասած։ Կներեք, բացենք, թող այս անգամ որոշեցինք ոչ մի կերպ բաց թող։ Ոնց է գործերը։ Հիմա ամենապահանջված ապրանքն է հեռախոսը եւ հույս ունենք, որ շուկան ձեզ գոհացնում է։ Լավ եղեք։ Բարև ձեզ։ Այլա ձեզ մի հարցով դիմել։ Համեցեք մի փոքր խնդրանք ունեմ, եթե կարելի է sense համարը մի քիչ անջատենք, որտեղ Չէ, չենք կարող անջատենք։ Ավելի լավ է եկեք իմ օգնականի հետ խոսեք, եթե տեսախ։ Մեծ ձեզ նամա գրեի շաբաթ օրը, բանը Էմայլը բնեց որ տեսած։ Էմայլով, եղբայր, գիտեք, հիմա ես նաև ուզում եմ մեր մյուս հայրենակիցներին ասեմ, ուղղակի նամակների ծավալները հիմա այնքան մեծ է, որ եկեք ֆիզիկապես ես չեմ կարողանում անձնապես կարդալ, որովհետև եւ ավելի լավ է օգնականի հետ խոսեք։ Ասես դե կա մի անգամից ձեզ դիմեմ էլ։ Հա, բայց իմացեք, որ եթերում ենք, համեցեք։ Ուրեմն sense խնդիրը եղել 14 տարեկան էի ժամանակ, դանակը հարությունը տեղի ունեցա, բայց եղել է ոնց որ պաշտպանություն, էլի համ ինձ են պաշտպանել, համ իմ ամեն։ Հիմա 18 տարեկան եմ դառել, ես 7 տարի արդեն բայինի ուսումնարանում եմ սովորում, 6 տարի։ Նպատակ ունեմ բայինի լոջիկ դառնամ, ինձի մի ամսվա կարգի, ոնց որ մի ամիս առաջ կանչել եմ բանից, բաժնից, ասել եմ, որ դատարանից մեղադրանք է եկել։ Այսքան բախտ ոչ մի ձեն չկար, այսինքն 4 տարի ոչ մի բան չեն ասել։ Չէ, երևի ամենայնի դատվածության մասին տեղեկանք ակնկալվում եւ ձեր գործերի մեջ դատվել եք, չէ՞ դուք ժամանակ չեք դատվել։ Ոչ մի ընթաց չի եղել։ Չէ, դե ինֆորմացիոն կենտրոնի տենց դեպքերում կադրային հարցերում տեղեկատվություն է հավաքվում, թե ինչ անձի հետ կապված ինչ պատմություններ կան։ Դիմումս չեմ գրել, ոչ մի բան հələ չեմ արել։ Просто գնացել եմ այն մոտ կոմիսիան ասնել, ինձ զանգեցին ու մի շաբաթ հետո մտավ, զանգեցին, կանչեցին բաժնից, գնացին, ասին դատարանից մեղադրանք է եկել, որ ծանր մարմնային վնասվածք է։ Դե դրա համար գիտեք, հիմա դուք գիտեք մեր բանակում նաև երբեմն ցավոք սրտի ոչ կանոնագրային հարաբերությունների դեպքեր են եւ կարգապահական առումով իհարկե պետությունը աշխատում է, որ նրանք ովքեր նախկինում քրեական միջադեպերում ներգրավված են եղել իրանց նկատմամբ հսկողությունը կրկնակի եռակի է լինում, որպեսզի բանակում կարգապահական խնդիրներ չլինի։ Պրոստը հարցն է, որ 4 տարի ոչ մի ձեն չի եղել, ոչ մի Դե որովհետև առիթ չի եղել այդ մասին խոսելու, առիթը ստեղծվել է, հիմա ստեղծվել։ Տիկին Գալանը արտադրության նախարարն է, գուցե թե ձեզ ճիշտ խորհրդատվություն տա։ Ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում, աշխատեք, այսինքն ոչ թե աշխատեք, մի ներքաշվեք այդպիսի միջադեպերի հետ, որովհետև դա ամբողջ ինչպես դուք ձեր օրինակի վրա տեսնում եք, ամբողջ կյանքի վրա հետք է թողնում եւ հետո երբեմն շատ դժվար է լինում այդ հետքը հաղթահարել։ Լավ է։ Բարև եղբայր։ Լավ եղբայր, դուք ոնց եք։ Լավ են գործեր։ Ուզում եմ դուք լավ եք, որ մենք լավ ենք։ Այդ դեպքում հույս ունենք հունիսի 7-ին կգնաք ընտրական տեղամաս եւ կքվեարկեք քվեաթերթիկ համար 16-ով 16-րդ համարի քվեաթերթիկն է պետք վերցնել։ Պարոն Փաշինյան, ձեզ քարտեզ նվիրեմ։ Մեկ հարցով էլի կարելի է։ Մենք հիվանդա տունու համար բլուստերամ քաղցկել։ Հենց հիմա ես գալիս եմ հիվանդանոցից։ Վերջու եղբայր ջան։ Համեցեք։ Հա։ Հիմա ես գալիս եմ
Կապսրեք։ Հիվանդանոցից ինքներով։ Շատ շնորհակալ եմ պետպատվեր ամբողջ առողջական ինքներն ա մտնում մեջ։ Առողջության ապահովագրություն արդեն այս ձեր դեպքում պետպատվեր չի, առողջության Շատ ապահովագրություն։ շնորհակալ եմ։ Հիմա ինձ ուղարկել են պետկատե։ Ես պետկատե պետք է գնամ անցնեմ հենց մեզ դերով եւ սիստեմից մտածում։ Հա, շատ լավ, շարունակություն։ Հիմա 400 դրամ, 200-ը մուծումա պետությունը, 200 պետք է ես մուծեմ։ Այս պարագայում մեզ զրկել են նպաստից։ Ես չեմ կարողանում այդ 200-ը հենց հիմա մուծեմ, որ գնամ պետքատե անցնեմ։ Ձեր հարցը ես չգիտեմ կարգավորումները ինչպիսին են, հիմա տենց հիշողությամբ չեմ կարող ասել, բայց այն էլ ասեմ, որ նախընտրական շրջանա եւ նյութական որևէ խոստում տալը օրենքով արգելված է, ես չեմ կարող հիմա նյութական որևէ։ Ես չեմ ուզում նյութական, ես ուզում եմ վերականգնվի մեր նպաստը։ Շատ լավ, այդ դեպքում Տիկին Դավոյանը ուր է։ Բայց ես ոչ թե խոստանում եմ, որ կվերականգնվի։ Չէ, բայց կներեք, ձեզ չհավատալու ոչ մի պատճառ չունեմ, ինչ եք։ Անելանելու վիճակում եք։ Շատ լավ, կնայենք, բայց ես հիմա ոչ թե խոստանում եմ, որ կվերականգնվի, ես մի հատ նորից ուշադիր կվերանայենք ձեր գործը եւ կհասկանանք ինչ-ինչ։ Տիկին Դավոյանը իմ օգնականն է։ Շատ շնորհակալ եմ։ Առողջություն ձեզ եւ հաջողություն։ Զգույշ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եւ գործընկերուս համար եւ բուկլետներ Եվ գործընկերու համար հաճույքով։ Լավ եղեք, կբարևեք ձեր գործը։ Հաջա։ Համեցել է։ Ահա։ Այդ փողոցները մեր սարքել Անպայման։ Հիմա տեսեք։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Ոտով անունը Սարգսյանը, ազգանունը Հայրապետ։ Պարոն Հայրապետյան, տեսեք, հասկացա ես ձեզ։ Որն գնում ենք այդ խոսերը, դառնում ենք անհասանելի։ Հեռախոսն էլ կդրվում։ Գիտենք։ Կապը կդրվում։ Եվ դրա համար Էդի ըլբումա թե ցիլնա։ Պարոն Եղազարյան, Եղազարյան չէ, Հայրապետ։ հազար ներողություն։ Պարոն Հայրապետյան, հիմա Բայց Խարևի չեն ասում, այդպես։ Պարոն Հայրապետյան, հիմա մենք նաև պայմանավորվել ենք Երևանի քաղաքապետարանի հետ, որ կառավարությունը նաև հետել էի գրում։ Եղբայր, դե թող պատասխանեմ հարցին, որ տարեկան 50 կիլոմետր ճանապարհ մենք կօգնենք, կաջակցենք, որ բացի քաղաքապետարանի ծրագրերը Երևանում ճանապարհները ասֆալտապատի եւ դա շոշափի 7-ը կլինի։ Չէ, չենք հասցնի մինչև հունիսի 7-ը եւ այս process-ը հունիսի 7-ի հետ ոչ մի կապ չունի։ Բարև ձեզ։ Մի հատ է կարելի է։ Լավ եղեք, ուրախ եմ, լավ օր ձեզ։ Զգույշ, բարև ձեզ, ինչպես եք։ Ձեզ մեր բուկլետից նվիրեմ եւ քարտեզ նվիրեմ։ Լավ եղեք, լավ օր ձեզ։ Բարև ձեզ։ Հաճո, բարև ձեզ։